մենք արդեն գիտենք, որ այս ընդրական գործընթացը գտնվում է օրենքի շրջանակներից դուրս, որը կարող է եւ ազդել արդյունքների վրա, եթե համադարած այս գործընթացային գեղձիկը նաև դարածվի արդյունքների վրա, սպառնալիքը, ապօրինությունը, բռնությունը, աթոռը եւ փողը դեր գադարեն, ես կարծում եմ ապրիլի 2-ից հետո նաև կձգվի ըստ ժողովրդի պահանջի մեր պայքարը։ Ինչպես կձգվի փողոցում հրապարակում։ Դա արդեն մեր ժողովուրդը շատ լավ, այսպես ներքին ձայն ունի, հոդարություն, եւ երբ որ ինքը զգաց անարդարությունը, իր ձայնի գողությունը, ինքը ուղեցույց գանի մեզ եւ մենք ալ ըստ այնմ կշարժվենք։ Պարոն Օհանյան, բայց նաև այդպիսի ակցիաները բողոքի ուժի գործադրմամբ են ավարտվում իշխանությունների գործադրմամբ։ Դուք լավ գիտեք, որ նաև իմ անձնական օրինակով մենք դեմ ենք արյունահեղության, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանի շարքային քաղաքացին իրացնի նաև իր իրավունքի ինքնապաշտպանության իրավունքը, որը սահմանադրական նաև իրավունք է, եւ կարծում եմ, որ այդքան զարգացել է այս անարդարության զգացումը, որ ժողովուրդը ինքը պիտի ինքնապաշտպանվի։ Մենք դեմ ենք արյունահեղության, բայց նախաձեռնողը միշտ եղել է կուսակցաբեդությունը իր ղեկավարով հանդերձ։ Պարոն Օհանյան, քիչ առաջ կենտրոնական ընտրական ներողություն պարոն Հովհաննիսյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ձեր դաշինքի դիմումը անվավեր ճանաչել ՀՀԿ-ի գրանցումը կամ կասեցնել նրա մասնակցությունը ընտրություններին։ Դա իհարկե զարմանալի չէ, որ մենք գիտենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչպես նաև դատական մարմինները գծորդ են այս գուսակցաբեդության եւ ինքը եւս պիտի մեծ վերափոխման ենթարկվի։ Ակնհայտ է, որ այն փաթեթը անգամ ոչ ամբողջական պատկեր ներկայացնող այդ փաթեթը մանկավարժների եւ դնորենների կապակցությամբ այնպիսի կենթանի եւ իրականացույց է, որ ցանկացած քաղաքագիր երկրում պիտի բացառվեր այն գադարող կամ հրահանգող գուսակցության մասնակցությունը եւ ցավոք սրտի մենք այս երկրում ենք, դրա համար մենք պայքարը դանում ենք, մենք դներում չենք մնալու, ապրիլի 2-ին մենք գոչ ենք անում, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները իրենց խղճի բարդ կգադարեն, ընտրեն համար 8 համազգային դաշինքը կամ այն ուժը, որ իրենց հոգեհարազատ է։ Իսկ դրանից հետո այդ քվեի պաշտպանությունը մնում է այն հանձնաժողովականների, այդ վստահված անձանց, այդ դիտորդների, այդ լրագրողների եւ շարքային քվեարկողների մոտ մեզ հետ միասին, որ մենք կարողանանք ապահովել այդ քվեն։ Ես արդեն ասացի, որ ազատ արդար ընտրությունների դեպքում, եթե չլիներ փողը ադմինիստրատիվ ռեսուրսը, համար 8 դաշինքը գրավեր առաջի դեղը, մենք նախապատրաստվում ենք այս բռնարարքների, այսպես նախընտրական թերորի եւ լծակների ադմինիստրատիվ ռեսուրսի դեպական գործադրմանը եւ դրա համար մենք անկալում ենք, որ բոլոր դեպքերում անկախ այդ հանգամանքից, որ այս գործընթացը գտնվում է օրենքից դուրս, որ մենք կգրանցենք առաջիկա երկրորդ տեղը։ Պարոն Հովհաննիսյան, բայց նաև ասում եք, որ երկրորդ տեղում կհայտնվեք, եթե փողի գործոնը մեծ լինի, միաժամանակ ասացիք, որ առաջինը միևնույն է ՀՀԿ-ն չի լինի։ Որ ուժը նկատի ունեք այդ դեպքում։ Կան տարբեր ուժեր, որոնք մասնակցում են եւ կարծում եմ, որ մեր դաշինքը գրկնում եմ առաջի դեպ գրավի նորմալ ընտրությունների դեպքում, իսկ անգամ խեղված ընտրությունների դեպքում պետք է լինենք եւ երկրորդը։ Առաջինի ինքնությունը ես չեմ կարող կանխատեսել, դա Հայաստանի ընտրողը պիտի որոշի։ Կհամագործակցեք հետ ընտրական փուլում։ Ներկայությամբ դա չի քննարկվել դաշինքի ներսում, պարզապես ասում ենք, որ հիմնական արադը, պատասխանատվության օջախը մեր երկրում դա իշխող գուսակցությունն է, գուսակցաբեդությունն է եւ մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր նրանց հետ, ովքեր ընդունում են, որ այդպես է եւ պատրաստ են նաեւ համագործակցել Հայաստանի ազատության, ինքնիշխանության եւ մարդու իրավունքների գերագայության հարցերում։ Գագիկ Ծառուկյանը այդ շարքում է, պարոն Հովհաննիսյան։ Ես կարծում եմ, որ նախ անհատները չեն մրցակցում, ներկայությամբ մենք չենք բացառում համագործակցությունը, բայց նաև հետևում ենք յուրաքանչյուրի մրցաբայքարին, տեսնելու համար, թե ով ինչպես է դանում այդ քարոզարշավը եւ ապրիլի 2-ին մենք արդեն մեր գնահատականը կտանք։